Եկեք միասին անենք արտացոլման վարժություն, մի պատասխանեք հիմա, պարզապես մտածեք. Ինչու է թվում, որ սակավությունը բնակվում է ձեր տանը, ես ոչ միայն գրպանում փողի պակասի մասին չեմ խոսում, բայց այդ ծանր զգացողությունը կախված է օդում, կարծես ապագան անորոշ ստվեր էր, դա այն է, երբ նայում եք դատարկ պահարաններին և բանկային հաշվին, և միակ բանը, որ զբաղեցնում է ձեր միտքը, օրերի հաշվարկն է մինչև հաջորդ աշխատավարձը, դուք ճանաչում եք այս սենսացիան, ես գիտեմ այո, որովհետև ես եղել եմ դրա միջով, և դա 1-2 տարի չէր, բայց իրականություն, որը սերունդներիս համար կրկնվեց իմ ընտանիքում։ Իմ պապը, հայրս և ես բաժանեցինք բնակարան 5 այլ ընտանիքներով 2 ամուր սենյակներում, ուարը ձգտում էր դույլով և սառնարանի օգտագործումը հետևեց կոշտ ժամանակացույցին, այսօր տարիներ անց կռահեք թե ինչ։ Մեզ հետ ապրողներից ոմանք շարունակում են նույն տեղում, նույն բողոքներին և նույն դժվարություններին, մյուսները սակայն հաջողվել է կոտրել այս ցիկլը, նրանք չեն ապրում առանձնատներով, բայց հարմարավետության համար բուռն ունենա։ Սառնարանը միշտ պաշար է և հանգստություն, որը միայն փողը չի գնում, ուրեմն ասա ինձ։ Ինչն է տարբերում, բոլորը ապրում էին նույն թաղամասում, բախվեցին նույն տնտեսական ճգնաժամերի և ստացան նմանատիպ աշխատավարձ, ինչու են բարձրանում որոշ լվացարան և մյուսները, բախտի հարց չէ, ոչ պատահական, ոչ խաբեություն, խոսքը ծանր, բայց պարզ ճշմարտության մասին է, որ քչերը պատրաստ են դիմակայել, քանի որ դա վնասում է հպարտությամբ, այս ճշմարտությունը ձեզ ստիպում է հայելու մեջ նայել և ոչ մի աղքատություն չտեսնել որպես պարտադրված վիճակ, բայց որպես կենսակերպ, առանց այն իրականացնելու, կերակրում է ամեն օր։ Հասկանալ, աղքատությունը չի սահմանափակվում ռեսուրսների բացակայությամբ, նա կարծում է, որ դուք մտածում եք, ձեր ընտրած ընտրություններում, երբ վատնում եք, ձեր գնած ընկերությունները և ձեր գլխին թույլ են տալիս մտնել գաղափարներ, և ես գնում եմ հետագա։ Կան 7 պատճառ, թե ինչու է ձեր տունը միշտ դատարկ թվում, 7 անհարմար ճշմարտություններ, որոնք ոչ ոք չունի իր դեմքին ասելու համարձակություն, քանի որ 24 ժամվա ընթացքում հարստացնելու խոստումն է, քան խոստանալը, որ մենք հաճախ ենք մեր սահմանափակումների, մեր ձեռքերով, մեր սովորություններով և մեր համոզմունքներով։ Երբ նա երիտասարդ էր, ես կարծում էի, որ բավական է մասնագիտություն ունենալ, աշխատանք ստանալ և, պատրաստ, կյանքը տեղավորվում էր, բայց իրականությունը ցույց տվեց ինձ հակառակը։ Նույնիսկ դիպլոմով և ստորագրված դրամապանակով փողը դեռ սակավ էր, հաշիվների և պարտականությունների միջև անհետացավ, և հեռանկարները ավելի ու ավելի հեռավոր էին թվում, միայն դրանից հետո ես սկսեցի գիտակցել, թե իրականում ինչն է կարևոր, ինչու։ Որոշ մարդիկ, ովքեր ավելի քիչ են վաստակում, ապրում էին ավելի բարձր որակով, քան մյուսները երկակի աշխատավարձերով, դա այն դեպքում, երբ սկսվեց իմ իսկական կրթությունը ոչ համալսարանական բանկերում, այլ կյանքի դպրոցում, սովորելով նրանց, ովքեր հաղթահարել էին անբարեն պաստությունը, ես լսել եմ գործարարներին, ովքեր սկսել են զրոյից, տարեց իմաստությունից և մարդկանց, ովքեր պարտքերը վերածել են հնարավորությունների, և գիտեք ինչ եմ իմացել, հաջողակ մարդիկ հավասար չեն, նրանք ունեն տարբեր անհատականություններ, պատմություններ և ռիթմեր, բայց կա մի բան, որը բոլորը կիսում են։ Նրանք չեն կարծում, որ նա, ով խրված է սակավության մտածելակերպով, նրանք հետևում են հստակ կանոններին ծանր, բայց արդար։ Այսօր ես կկիսեմ այս կանոնները ձեզ հետ, բայց միայն եթե դուք իսկապես պատրաստ եք լսել, ոչ ականջներով, բայց բաց մտքով, առանց որևէ արդարացում, առանց այդ «սա ինձ չէ», քանի որ դա կարող է հենց ձեզ համար լինել, ինչու եք վախենում ռիսկից։ Ինչու եք հետևում նրանց, ովքեր երբեք ոչ մի տեղ չեն ժամանել, ինչու է ամեն ինչ լավ է վաղվա համար, կարծես վաղը անսահման էին, ուշադրություն դարձրեք, որովհետև երրորդ ճշմարտությունը կթափի ձեր վստահությունները և կստիպի ձեզ վերանայել ձեր ամբողջ հետագիծը, և եթե հասնեք ավարտին, ձեզ կվերափոխվեն, որովհետև հավատացեք ինձ, նրանց կյանքը, ովքեր վերակառուցել են իրենց կյանքը զրոյից ավանդույթից կամ անհրաժեշտությամբ ոչ միայն բիզնեսի կամ գեղատեսիլ պատմությունների մասին, խոսքը ճկունության մասին է, ինչպես բարձրացնել, երբ ամեն ինչ կանգ է առնում։ Եխն կորցրեց, եթե դա արեցին, կարող ես։ Պատրաստ այսպիսով, եկեք սկսենք։ Նախ, աղքատությունը փողի պակաս չէ, այն մտքի օրինակ է, ես տեսել եմ բազմաթիվ դեպքեր այն մարդկանց, ովքեր, անսպասելի ժառանգություն կամ բոնուս ստանալուց հետո, մի քանի ամսվա ընթացքում նրանք վերադարձան զրոյական ցցի։ Ինչու, քանի որ ձեր մտածելակերպը մնաց նույնը, հանքի հարազատ 1990-ականներին վաճառվում է Գուլպաներ շուկայի տախտակում, շահույթը ջրազրկված էր, բայց նա գրել է յուրաքանչյուր կոպեկ, պահպանված, պլանավորված։ 5 տարի անց նա ուներ 3 վաճառքի և աշխատող աշխատողներ, մեկը, ով 2 անգամ իր 2 անգամ վաստակեց ինժեներական գրասենյակի վրա, ամեն ինչ անցկացրեց ծխախոտի, ուրախ ժամերի և սարքերի առաջխաղացման վրա, նույնիսկ այսօր ամուր է ապրում, որն է տարբերությունը, առաջինը իրեն էր տեսնում որպես շինարարության նախագիծ, աճող բիզնես,
Երկրորդը հանդես եկավ որպես իմպուլսիվ սպառող, փողերը գրավում են, ովքեր գիտեն, թե ինչպես կառավարել այն, ոչ թե ով է պարզապես բողոքում ձեր բացակայությունից։ Ինչ անել, սկսեք մտածել ներդրումների եւ ակտիվների, ոչ թե ակնթարթային ծախսերի եւ հաճույքների մասին։ Գրեք յուրաքանչյուր իրական, որը մտնում է եւ դուրս գալիս, նույնիսկ եթե դրանք փոխվեն, վերացնելը սա ինձ համար չէ կամ ես պետք է համապատասխանի։ Արտահայտությունները, հոգեկան աղքատությունը իրական աղքատության առաջին քայլն է։ Երկրորդ, դուք այն եք, ինչ անում եք, ոչ թե այն, ինչ երազում եք, մի անգամ ծանոթ է ինձ։ Ես ուզում եմ ստեղծել իմ սեփական բիզնեսը, բայց մինչդեռ ես պետք է ավարտեմ այդ շարքը, արձակուրդ վերցրու կամ սպասիր ճիշտ պահին, ես նայեցի նրան եւ ասաց. Երազներն առանց գործողության են, պատրանքներ են, կեղծ զգացողություն, որ այն ճիշտ ուղու վրա է, վերլուծեք ձեր կյանքը։ Քանի նախագիծ է սկսվել եւ լքվել, քանի անգամ եք խոստացել ինքներդ ձեզ, որ հաջորդ շաբաթ ամեն ինչ կփոխվի, հիմա ասա ինձ. Դու ռեժիսոր ես, թե պարզապես երազող։ Ինչ անել, թվարկեք այն ամենը, ինչ մնացել եք կեսից եւ ընտրեք մի բան, ընդամենը մեկ, սկսել այսօր, զգուշացեք բետոնե ինքնաթիռի մեջ, ժամկետներ, նպատակներ եւ կարգապահություն, գնահատեք ոչ թե ձեր ուզածի համար, այլ այն, ինչ անում եք ամեն օր։ Երրորդ, դուք ավելի շատ եք ծախսում, քան վաստակում եք եւ ապրում եք կարմիրի մեջ, սա վախկոտ է, բայց ճշմարտությունն այն է, որ այսօր մարդիկ աղքատ չեն, քիչ, բայց իրենց հնարավորություններից դուրս ապրելու համար, նոր բջջային հեռախոսներ վարկով, ֆինանսավորվող մեքենաներ, վարկերով պատրաստված վերանորոգում, նույնիսկ սուպերմարկետների գնումները հաշվարկվում են ամսվա վերջին, ծախ ինչ-որ բան, ընկերը գնել է ապառիկ Էփոն հենց այնպես, որ չլինի ետևում ու աշխատանքի ընթացքում։ Լանչ աշի ժամանակ նա տանում էր տան։ Ակնթարթային արիշտա, ես հարցրեցի նրան. Չեք հասկանում, որ դուք փորում եք ձեր սեփական գերեզմանը։ Ինչ անել, դադարեցրեք կարգավիճակը գնելը եւ սկսեք աճ գնել, իմացեք, թե ինչպես պահել ցանկացած եկամտի առնվազն 10%, նույնիսկ եթե դրանք 10 ռայս են, էդի բոլոր ոչ հաճախական գնումները 30 օրվա ընթացքում, ամսվա վերջում դուք կհասկանաք, որ դրա 80% այլևս փոփոխություն չի առաջացնում։ Սենյակ, դուք խուսափում եք պատասխանատվությունից, դա ցավալի է, բայց անհրաժեշտ է ասել։ Աղքատ մարդկանց մեծամասնությունը հրաժարվում է ստանձնել վերահսկողությունը նրանց կյանքի, եկամուտների, առողջության կամ ընտանիքի նկատմամբ, ավելի հեշտ է մեղադրել կառավարությանը, շեֆին, տնտեսությանը կամ վատ բախտը, ես ուղիղ կլինեմ։ Քանի դեռ քավության նոխազներ եք փնտրում, կմնան այնտեղ, որտեղ դուք եք, սա իմ կյանքն է եւ ես նրա համար պատասխանատու եմ, մեկնարկային կետն է ցանկացած իրական փոփոխության համար։ Ինչ անել, կանաչեք, առանց արդարացումների, որ ոլորտներում եք ձախողվել, ընտրեք մեկը՝ ֆինանսներ, առողջություն, հարաբերություններ եւ հայտարարեք, այսօրվանից ես եմ, ով պատասխանատու է դրա համար։ Գրեք ձեր պարտականությունները ամսվա համար եւ կատարեք դրանք առանց բողոքների։ 5. Դուք լսում եք, թե ով է ուսուցանելու բան չկա, սա նուրբ, բայց վճռական կետ է, մարդիկ մնում են աղքատ, քանի որ նրանք նույն իրավիճակում են լսում ուրիշներին, ուր եք գնում, հիմա, եթե որևէ մեկը 20 տարի է ծախսում նույն դիրքում, բողոքելով կյանքի մասին, ինչ արժեքավոր դաս է, ես միշտ ուզում էի սովորել առաջիկա։ Փորձառու, ավելի բարգավաճ, իմաստուն, մյուսները շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար եւ շարունակեցին։ Ինչ անել, դադարեք խորհուրդներ խնդրել նրանց, ովքեր կոնկրետ արդյունքներ չունեն տվյալ ոլորտում, գտեք 1 կամ 2 դաստիարակ, գրքերում, podcasts, դասընթացներ եւ կենտրոնացեք դրանց վրա, ձեր շրջանակը ազդում է ձեր նպատակակետին։ Դուք միջին հաշվով եք, որոնց հետ եք ապրում։ 6. Դուք ամեն ինչ արագ եք ուզում եւ սխալ, դյուրանցում կամ մոլուցք, մի գիշերվա հարստանալու գաղափարի համար, բայց նշեք։ Այն ամենը, ինչ շտապում է փխրվել նույն արագությամբ, շտապողական մտածելակերպը տեղին է նրանց համար, ովքեր մտածում են որպես աղքատ, նրանք, ովքեր իսկապես հարստացնում են գործընթացը, պահանջում են ժամանակ, ռազմավարություն եւ համբերություն։ Ընկերը սկսեց բիզնես, առանց թանկարժեք գրասենյակ վարձելու կամ բարդ պատկերանշանի ծախսերի, փոխարենը, այն կենտրոնացավ իրոք կարևորի վրա։ Այն պարզապես սկսվեց էական իրերով, առաջին շահերը վերափոխվեցին աճում, ոչ թե ըստ երևույթների, այսօր նա ունի բիզնես ցանց, արդեն մեկ այլ ես գիտեի, որի սկզբանը 300,000 անցկացրած շքեղ կայքում վարձակալել է պոմպային գրասենյակ, կաշվե աթոռ եւ 6 ամսում փակեց դռները, ինչու քանի որ ես փնտրում էի գեղեցիկ, ոչ եկամտաբեր։ Ինչ անել, սովորեք համբերություն ունենալ, իրական հաջողությունը մարաթոն է, ոչ թե սպրինտ, սկսեք փոքր, կարևորը հոսքն է, այլ ոչ թե ճակատը, խաղադրեք երկարաժամկետ հեռանկարում կամ միշտ կվերադառնա ցցի։
7. Դուք չեք հավատում, որ այլևս արժանի եք դրան, սա ամենավտանգավորն է, քանի որ այն կարող է լինել խելացի, աշխատասեր, տաղանդավոր, բայց եթե գլխում այն արձագանքում եք ես արժանի չեմ, խաղը արդեն կորցրել է, քանի հոգի ես տեսա, որ իրենք արգելել են ավելի լավ ապրել։ Ինձ համար բավական է։ Ես այս մակարդակում չեմ, սա ինձ համար չէ, ես ասում եմ ձեզ։ Դա ձեզ համար է, դուք ավելի վատ չեք, քան ներմուծվող մեքենա վարելը, դա ոչ պակաս ունակ եք, քան նրանք, ովքեր բիզնես են բացել, դա ավելի աղքատ չեք, քան նրանք, ովքեր արդեն տուն են սարքել, տարբերությունը մեկն է, նրանք թույլ են տվել իրենց, իսկ դուք, ոչ։ Ինչ անել, սկսեք փոքր քայլերով, ինքներդ ասեք։ Ես արժանի եմ ավելի լավ կյանքի, կրկնեք սա ամեն օր, նույնիսկ եթե սկզբում դա կեղծ է թվում, գրեք, առանց սահմանների, ինչպես եք ուզում ձեր կյանքը 3 տարվա ընթացքում, գործեք այնպես, կարծես այդ մարդն արդեն եղել է, պահվածքը փոխում է մտածելակերպը։ 7 ծանր ճշմարտություններ, անհարմար, բայց ազնիվ։ Գուցե դուք ինքներդ ձեզ ճանաչեցիք մեկում, միգուցե բոլորի մեջ, մի վախեցիր։ Սա նախադասություն չէ, դա մեկնարկային կետ է, որովհետև տեսնելով ճշմարտությունը, դուք արդեն առջևում եք նրանցից, ովքեր դեռ ապրում են պատրանքով։ Հաջորդ մասում ես կփակեմ և ցույց կտամ ձեզ, թե ինչպես դիմել այս 7 ճշմարտությունները իր զրոյական նշանի մեջ, և եթե դուք հասնեք այստեղ, այլևս հեռուստադիտող չեք։ Դուք իմ զրուցակիցն եք, և ես չեմ լքում իմ զրուցակիցներին։ Արդյոք մենք հասանք վերջ, ճշմարտության մեջ ոչ, սա հենց սկիզբն է։ Այժմ դուք գիտեք, թե ինչ գիտեն։ 7 ճշմարտություններ, որոնք դպրոցական գրքերում չեն, որ ձեզ ոչ մի ծույլ գովազդ կամ հարևան գարեջուրը ձեզ կասի, այս գիտելիքները գալիս էին արյունից, սխալներից, փորձից տասնամյակներ, որոնք դիտում են պարտությունները, հիասթափությունները և վերջապես հաղթանակները, քանի որ ես պարզապես տեսաբան չեմ։ Ես եղել եմ ֆոնին, ես գիտեմ, թե ինչպես է դա, երբ տանը լռությունը խաղաղություն չէ, այլ հուսահատություն, երբ սառնարանը չի կոտրվում, քանի որ այն երբեք փչացնելու բան չունի, հիշում եմ, թե ինչպիսին է մետաղադրամների վրա հաշվել մինչև վճարման օրը, ձեր կնոջ վերջին դասարանները վերցնելու ամոթը պարզապես աշխատանքի ճանապարհին հաց գնելու համար։ Հետո եկեք տարիները, հասկացողություն, պարզություն, և հանկարծ գիտակցում եք։ Աղքատությունը մշտական չէ, նա ունի բուժում ոչ թե փողերով, ոչ թե հրաշքներով, այլ ճշմարտությամբ, դժմարտությունը ցավում է, բայց դա դեղն է։ Տեսեք, եթե դուք ընդունեցիք, որ աղքատությունը ներքին ոչ արտառոց խնդիր է, այլևս աղքատ չեք, եթե դուք սկսեցիք նույնականացնել ձեր վատ սովորությունները, այն արդեն ավելի ուժեղ է, քան 3, եթե նույնիսկ եթե մտքի դեպքում ես ասացի։ Ես ավելին եմ արժանի, արդեն ճանապարհին է։ Այսուհետ ամեն օր մարզում է, յուրաքանչյուր ընտրություն, մեկ թեստ։ Ընտրեք, թե ինչն է սնուցում, ոչ թե ինչն է քաղցրացնում։ Անհրաժեշտ, ոչ հեշտ, աճի համար, ոչ թե K-ի կողմից։ Նվազագույն։ Ես չեմ կարող ապրել քո կյանքը քեզ համար, ես չեմ փոխի ձեր հաշիվները, լրացրեք ձեր սառնարանը կամ կփչացնեմ ձեր ինքնուրույն, բայց ես կարող եմ լինել ձեր կողքին, ես կարող եմ ցույց տալ, թե որտեղ պետք է փնտրեմ խոսելու, ինչից խուսափել և ուղղել ձեր քայլերը։ Պարզապես հիշեք մի բան։ Եթե դուք չեք տիրապետում ձեր կյանքը, ինչ-որ մեկը դա անելու է ձեզ համար, և հետո նրանք ձեզ կասեն, թե որտեղ պետք է աշխատել, երբ հանգստանալու համար որքան արժանի է հաղթելու, մինչդեռ դուք ապրում եք այլոց ուրիշների ֆիլմում, որտեղ դուք պարզապես լրացուցիչ եք։ Բայց դուք լրացուցիչ չեք, դուք ձեր պատմության գլխավոր հերոսն եք, և նույնիսկ եթե հիմա ամեն ինչ վատ է թվում, դա հրաժարվելու պատճառ չէ։ Արթնանալու պատճառ է, ի վերջո, ինչու եք այստեղ հասել, դատարկ հոգին մարդիկ չեն կարող կանգնել մինչև վերջ, նրանց համար դա ձանձրալի է, ոնց անկանում եք կյանքի հաքերներ, 5 րոպեի ընթացքում հաջողություն, կախարդական բանաձևեր, 1 շաբաթվա ընթացքում հարստանալու համար։ Դու մնացիր, դա նշանակում է, որ այն պատրաստ է, դա նշանակում է, որ ձեր ներսում կա ողնաշար, գուցե թաքնված ծույլ շերտերի, վախի կամ հոգնածության տակ, բայց այն գոյություն ունի, ձեր առաքելությունն այն արթնացնելն է։ Մի քայլ կատարեք, որևէ մեկը, այսօր արթնացեք շուտ, կարդացեք գրքի գլուխ, չեղարկել ավելորդ ստորագրությունը, զանգահարեք մեկին, ով կարող է օգնել ձեզ, վերացրեք ավելորդը, ավելացնել հիմնական տարրերը։ Եվ ես պարզապես մի բան եմ խնդրում։ Բաժանորդագրվել ալիքին ոչ թե թվերով, այլ չկորցնելը, թե ինչն է նոր սկսելը։ Ես ձեզ չենք վաճառի պատրանքներ, որ ամեն ինչ հեշտ է, ոչ էլ խոստանում է հաջողություններ։ Ես ձեզ ևս մի բան կասեմ։ Դուք կստանաք այն, եթե մենակ չեք, և ահա այս տարածության մեջ դուք չեք։ Ես չեմ կիսում դատարկ մոտիվացիան, բայց գործիքներ։ Ես ձեզ ոգեշնչում եմ ոգեշնչող, բայց ես իրական կյանքում փորձարկված փորձ եմ փոխանցում։
Եթե ցանկանում եք, որ հաջորդ տեսանյութերը լինեն ավելի քան պարունակող, որպեսզի դառնան ձեր ճանապարհորդության մի մասը, ինչպես եթե որևէ գաղափար այսօր հարվածեց ձեզ, մեկնաբանեք 7 ճշմարտություններից, որոնք ձեզ համար առավել ցավոտ կամ ճշգրիտ էր։ Ես կարդում եմ յուրաքանչյուր մեկնաբանություն։ Եվ հիշեք, թե ինչ է ասել Պապը։ Եթե հասկանում եք, թե որտեղ եք սխալվել, սխալ չեք սովորում։ Հոգ տանել, ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ, ձեր պատմությունը նոր է սկսվում։ Մինչև հաջորդ տեսանյութը, տղամարդ։